Սխալվեցինք։ Պիտի հետներս բերեինք։ Պետք է տային, որ բերեինք։ Չտեսար այդ աբգարի կոմունիստ քնոջը։ Դա ինձ շատ տարօրինակ թվաց։ Կարող է ինչ-որ բան գիտեր։ Դա չէ, աբգարը չէր պատմի, մենակ իր կաշին փրկելու համար չէր պատմի։ Իսկ կարող է անենա պատմը։ Դինջը։ Դինջ։ Քչախոսա, բայց շատ խորամանկ։ Չհասկացա ախպեր։ Բա որ խորամանկ էլ բերում ենք տուն ինչ անենք։ Հարես լրի բարա դու տղա ջան, մերը տելա խորամանկ, հետո ինչ։ Կանքս ուզում եմ ասեմ, որ կինը պարտավոր է խորամանկ լինել։ Իսկ քեզ այ գժից 5 պակաս հենց անի պես կինա պետք, որ սանձերդ քաշի, քեզնից մարդ դարձնի, մի խոսքով։ Վերևն Աստված, ներքևը ով ուզում է լինի, դու պետք է անի հետ ամուսնանաս, վերջ։ Չեմ հասկանում, չես ուզում ամուսնանաս։ Ախպեր ուզում եմ։ Կյանքս կերակ։ Ուղղակի վախեցել եմ, որ թողեցինք հիվանդանոցում այդքան բան։ Սա միջև մարդ դառնա, ես կծերանամ, լուրջ եմ ասում։ Ես էլ հետդ։ Այս 2 րոպե պահի ու արագ հագնվի ժամանակ չկա։ Երևի չեք էլ պատկերացնում ինչ մեծ բան եք անում իմ համար։ Ազիզ ջան, ուզում եմ իրոք երջանիկ լինես, բայց թե ոնց արդեն քո որոշումն է։ Avlaves ես ու չի գակել։ Գիշերվա երաս չես անը։ Հələ դու Սարյանը դրան ստեղա անգիր ես անը։ Ձերդ խես բարձրցնում։ Որտեղ ցածր չես ճոգում, արա դու Սարի լեսա կասա։ Ինչ ա ուզած վտարա։ Բան է նայում։ Արա դու խիպատ իմ տան մեջ բանն է։ Ձերներդ քաշի։ Ուր անին։ Ես շատ իմանամ ուրա փախել է։ Ոնց թե փախել է։ Հենց այտենց փախել է։ Քո ավտոյի մեջ չէր։ Ավտոյից մեջ էր, հիմա ավտոյից մեջ չի։ Բա որ եկա դա չէ։ Խիազիր որ ոչ տեսել ես, ոչ լսել ես։ Հիմա էլ ասում եմ, որ վախեցել է ու փախել է հետո։ Ուրիշ։ Ու լսի։ Ոչ մի բանի իր կամքին հակառակ չես կարա հասնես, հասկացար։ Շուշիկ, իմ սիրասուն քուրիկ, ախր դու էլ չես պատկերացնում, թե ինձ ինչ մեծ լավություն արեցիր, հայ միլիոնը ձեռքիցս գնում էր, բերանդ խերով բացի աբգար, հայ, ոնց եմ հոգնել ես ամեն ինչից, էլ առաջվանը չէ, ուժերս չեն երիքում, հոգնել եմ, շատ եմ հոգնել եմ ես մանկատնից, ես անհերում են ես որբերից եմ հոգնել, անարդարելի կյանքը, որտեղ ագրած, որ սրանց հերնումերերը պիտի ուխայ անեները խաունենան, աբգարը պահի մեծասնի, բայց ոչինչ բան չմնաց, սա կգնամ, վայելքներս կանեմ ու goodbye, մանկատուն, goodbye, Չի
Չգիտեմ ինչի, բայց հենց սկզբից էլ վստահեցի քեզ տղա ջան։ Իմ զգացողությունը ինձ երբեք չի դավաճանել, հուսամ այս անգամ էլ չի դավաճանի։ Կարող եք հանգիստ լինել։ Անին շատ վստահելի ձեռքերում է։ Լավ, ցես մի անգամից ասեմ, որ Անին այն վիճակում չէր, որ կարողանայինք դուրս գրել, բայց ուրիշ ելք չեմ տեսնում։ Իրականում վիճակը հասել է հիպոգլիկեմիայի, իսկ դա ավելի վտանգավոր է երբեմն, քան կոման։ Հիմա ստաբիլ կայուն վիճակ ունենք, բայց պետք է շատ ուշադիր լինեք ու անպայման հետևողական, լավ։ Մենք ամեն ինչ կանենք, բժշկուհի ջան։ Այստեղ էր նա, ես եմ նշանակել, ուրեմն այս մեկը պետք է խմի առավոտյան 2 անգամ, այն մեկն էլ ուտելուց հետո օրը 1 անգամ, լավ։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Անի ջան, շատ ջուր կխմես, հա։ Կանոն ոնց ասում եք։ Ու շադիր կլինեք, հա, Անի ջան, հենց զգաս, որ սրտխառնոցա մոտդ, քրտնարտադրությունն է կամ ինչ-որ ուրիշ սիմպտոմներ, անմիջապես կապվեք ինձ հետ, լավ։ Լավ, սա էլ մեր գյուղի տան բանալին է, հիմա տեղանքը ձեզ SMS-ով կողարկեմ, լավ։ Իսկ ձեր եղբայրը ոչինչ չի կասկածի։ Չէ, հանգիստ եղեք, ոչ մի բան էլ չի կասկածի։ Դուք գնացեք այնտեղ, մինչև հասկանանք, թե ինչ ենք անում, լավ։ Անի ջան, ոյ ազիզ ջան, շատ ատառապել ես երեխեն, չեմ ուզում, որ դժբախտանա։ Ես եղբորս լավ եմ ճանաչում, եթե որոշել է, որ Անիին պետք է ամուսնացնի, նշանակում է ինչ-որ շահ կա մեջը։ Զգույշ կլինեք, լավ, աստիճաններով կիջնեք, արագացրեք։ Ոնց ես։ Արդեն լավ եմ։ Բարի ուշ գիշեր։ Բարի, Բժշկուհի ջան, ես գնացի, բայց քունը շտարավ, հետ եմ եկել։ տեսնում եմ։ Ասում եմ, կարող եմ ամեն դեպքում թույլ տակ Անին տանեմ։ Արդեն խոսել ենք, ասել եմ, չէ՞ որ հնարավոր չի։ Հա բայց ցավը տանեմ, սա հարսանիքս փչացավ։ Ասում եմ, կարող է ձեր բռնեք Անին տանեմ։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Հասկանում եմ, բայց դրանից պատասխանս չի փոխվում։ Լավությանը տակից դուրս կգամ, ես անշնոր տղա չեմ։ Հայկ ջան, այդ քո ձևերը մեր հիվանդանոցում առավել եւս ինձ մոտ չեն անցնում։ Տեսնում ես, չէ, արի չշարունակենք, գերհոգնած վիճակ է ինձ մոտ, հիվանդներս շատ են։ Լավ էլի, բեր մի բան անենք, էլի։ Ասում եմ հնարավոր չի կարելի, չես հասկանում։ Ինչը չի կարելի է։ Ասա չեմ ուզում, ինչ չի կարելի։ Չեմ ուզում, դրա համար էլ հնարավոր չի կարելի։ Էտուր։ Ոնց ու։ Կնոջս պալա դու։ Հասկացանք չեմ կատանեմ մորքուր ջան, բայց օտենալ է կարամ։ Նախ սխալվում ես, այս ժամին հիվանդներին անհանգստացնել չի կարելի։ Հետո էլ բարեբախտաբար մորքուրդ չեմ, տղա ջան։ Քեզ համար Շուշան Մամիկոնովնա, հասկացար։